Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր այս գեղեցիկ ռուլետի պատրաստման ընթացքով եմ ուզում ձեր հետ կիսվել, դիտեք, որպեսզի ձեր տոնական սեղանները ավելի գեղեցիկ դարձնեք ու շատ համեղ ուտեստներ մատուցեք։ Պատրաստելու ենք ռուլետ, տեսեք ուրեմն հավի կրծքամիսն ու բուդն եմ օգտագործելու, ինչպես տեսակ ոսկրահան եմ արել առանց վնասելու կաշին, թևերը կտրել եմ, մնացածը թողել եմ։ Մոտիկացնելու եմ բդի մասը դեպի կրծքամիս և կրծքամիսն այսպես բացելու եմ, որպեսզի ունենամ քառակուսի կամ ուղղանկյուն պատկեր մսի տեսքով, որ ռուլետը ստացվի գեղեցիկ։ Նախօրոք դրել եմ ջրի մեջ, լավ լվացել եմ, մաքրել եմ, առնաջուրը հանել եմ, դրել եմ սրբիչի վրա, որպեսզի ջուրը քամվի, հիմա արդեն պետք է համեմեմ։ Փռելու եմ այն ջեռոցը դնելու տոպրակի վրա, որով փաթաթելու եմ, թողնեմ սառի։ Հիմա հենց այստեղ էլ երկու կողմից տեսեք ծալելու եմ և սկսեմ մուրճով փափկեցնել։ Սա նրա համար է, որպեսզի ռուլետը փաթաթելուց հետո միսը չձգվի և տեսքը կորցնի։ Հենց այսպես, ինչ չափով որ փաթաթենք, հենց այդ չափի էլ ռուլետը մնա նույն չափով, չփոքրանա, չձևափոխվի։ Ահա սիրելիներս, բարակ շերտ եմ ստացել և հիմա սա կհամեմեմ, շատ հարմար է այս չափը ինձ համար, սա կարելի է ասել այսպես մեծ չափի առաջին անգամ եմ պատրաստում, բայց փոքր չափերով պատրաստել եմ, շատ համեղ է ստացվել։ Հավի մսի վրա աղ ենք ցանում, շատ աղի չենք անում, որովհետև դեռ դրսից էլ պետք է աղ անենք և հետո օգտագործելու ենք պանիր, այնպես լինի, որ աղի չլինի։ Աղից հետո ցանելու ենք կարմիր պղպեղ, սև պղպեղ, չոր աջիկա և մի քիչ սխտորի փոշի։ Վրայի համեմունքը չեմ տրորելու, ձեռքով չեմ սեղմելու, որպեսզի միսը չձևափոխվի։ Անկյունից մի փոքր կտրում ենք, որպեսզի կարողանանք բարակ ծորացնել և այսպես համեմունքի վրա ավելացնում ենք մայոնեզը։ Նույնիսկ տարածել պետք չի, որովհետև փաթաթելու ընթացքում սեղմվելու է և ինքն իրեն տարածվելու է։ Կտրատած սունկ եմ ավելացնելու, որոշեցի, որ պետք է սունկով պատրաստեմ, սունկով շատ համեղ է ստացվում, միայն դոշի միսն եմ այդպես պատրաստել, հիմա դե ինչ տարբերություն, մաքուր հավի միս է։ Այն մասը, որտեղից որ պետք է փաթաթենք ռուլետը, այսպես բարակ գազարի շերտեր եմ դնում, որպեսզի կտրելու ընթացքում ռուլետի մեջտեղի հատվածը լինի գազարով և գույնը գեղեցիկ լինի և մի տեսակ տեսքը ռուլետի ամբողջական լինի։ Բոլոր բաղադրիչները ավելացնելուց հետո քերում եմ մոցարելա պանիր։ Շատ զգուշությամբ սեղմելով դեպի ներս փաթաթում ենք ռուլետը։ Ռուլետը փաթաթելուց մի քանի նրբություն շեշտեմ։ Եթե կցանկանաք ռուլետի կտրած տեսքը լինի խոշոր կլորակներ, ապա պետք է փաթաթելուց հետո եզրերը լավ սեղմեք և ստանաք ավելի հաստ երշիկանման տեսք։ Իսկ եթե ուզում եք փոքրիկ լինեն ռուլետի կտորները, որպեսզի ափսեի մեջ բավականին շատ կտորներ ստացվեն և գեղեցիկ լինի նաև դասավորվածությունը, պետք է աշխատեք այնպես փաթաթել, որ այսպես նեղ ու երկար լինի։ Տեղափոխում ենք սառնարան, թողնում ենք 4-ից 5 ժամ, որպեսզի միսը իր ձևը ընդունի և երբ որ տեղափոխենք արդեն այս համեմունքը վրան քսելու համար, այն կտորները չառանձնանա, կարողանանք հեշտությամբ տեղափոխել։ Մի փոքր բուսայուղի վրա ավելացնում ենք
ճզմած սխտոր, կարմիր պղպեղ, սև պղպեղ, նորից մի քիչ չոր աջիկա և մայոնեզ, մի փոքր էլ աղ։ Այս բոլորը լավ խառնում ենք, ստանում ենք խյուս և այս խյուսը սառնարանից հանելուց հետո տարածում ենք վրան։ Ահա ես նոր տոպրակ վերցրեցի, տեղափոխեցի ռուլետը վրան, տեսեք ընդհանրապես չի քանդվել, չի ձևափոխվել։ Հիմա այս քսուկը վրձինով լավ տարածում ենք վրան, մի փոքր էլ շարժում ենք, որպեսզի տակի հատվածում էլ քսենք քսուկից։ Մի թեթև գլորեք, արդեն բավական է, կբերեք մեջտեղ և չքսված մասը նորից քսուկը կտարածեք։ Հետո փաթաթելու ենք, արդեն ամրացնենք եզրերը։ Եզրերը ամրացրեցի, հիմա մի փոքր թելով երշիկանման ձև ենք տալիս, դա նրա համար, որպեսզի եփվելու ընթացքում, եթե ներսից օդ լինի, փքվի, թելը հնարավորություն չտա, որպեսզի տոպրակները բացվեն, թեպետ նրանք նախատեսված են ջեռոցի համար։ Այսքանը սիրելիներս դնում ենք ջեռոց 200 աստիճանում եփվելու 1.5 ժամ։ Եփվեց, վերջացավ, 1 ժամ 40 րոպե է եփել, թողել եմ լավ սառել է, որպեսզի կարողանամ գեղեցիկ կտրեմ։ Տաք վիճակում բավականին անուշ էր հոտը բուրում, բայց հարմար չէր այդ պահին ինձ կտրելը, թեպետ ուզում էի կես բաժինը տաք վիճակում ուտել, կես բաժինը սառած վիճակում, որպեսզի համային տարբերությունը զգայինք, բայց այդ պահին ես էի մենակ տանը, չարժեր կտրել։ Սառելուց հետո շատ հեշտ է կտրվում, ինչ բարակության ցանկանաք, այդպես էլ կարող եք կտրել։ Մի խոսքով առաջարկս սա էր։ Ցանկանում եմ դուք էլ այսպիսի բաներ պատրաստեք, հեշտ տարբերակ է, անմիջական ձևով ձեզ ներկայացնում եմ, չեմ ճոխացնում։ Մի խոսքով շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։